Սպառողների հետ կնքվող պայմանագրերում չեն կարող ներառվել անարդար պայմաններ։ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել սպառողների իրավունքների մասին օրենքում, ըստ որի, եթե սպառողը ելնելով իր շահերից չի ընդունում առաջարկված պայմանները, այդ պայմանագիրը համարվում է առոչինչ։ Նախագծով սահմանվում են անարդար բնույթի պայմանների տեսակները։ Իրենց հետ կնքվող միանալու պայմանագրերում վաճառողները կամ ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառելու դեպքում այդպիսի պայմանները առոչինչ են։ Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն իրենց կողմից սպառողներին առաջարկվող պայմանագրերում նախատեսել որևէ անարդար պայման։ Փոփոխություններով Հայաստան Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոգով մեր օրենսդրությունը կհամապատասխանեցվի Եվրամիության չափանիշներին։ Փոփոխություններ են առաջարկվում նաեւ գովազդի մասին օրենքում։ Սահմանվում են մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդ հասկացությունները։ Օրինակ, մեր դիաբետիկ հաբերն օգնում են նիահարել առանց որևէ ջանքի։ Խմեք օրական 1 հաբ եւ կնիահարեք 10 օրվա մեջ 10 կիլոգրամ։ Առաջին, եթե հաբերը չունեն գիտական ապացուցված ազդեցություն կամ արտադրողը չի նշում, որ արդյունքը կախված է նաև սննդակարգից եւ ֆիզիկական ակտիվությունից, ապա բնականաբար նման գովազդը համարվում է մոլորեցնող կամ համեմատություն պարունակող գովազդի օրինակ։ Մեր X ատամի մածուկը մաքրում է ատամները 2 անգամ ավելի լավ, քան մյուսները։ Այն մի ընկերության արտադրանքում այդ երեխա դնում է գետնին, հետո երկրորդն է դնում գետնին, վերջում պարզվում է, որ ինքը դա դնում է, որ բոյը հասնի ապարատից այն մյուս ընկերության գազավորված ըմպելիքը գնի։ Մեքենաների շուկայում նման բաներ կա, այսինքն մենք ուզում եմ վստահ լինել, որ սրանով շատ չենք մտնում տնտեսվարողների ազատությունների մեջ, նաև վախենում եմ այն բանից, որ վաղը մյուսօր պարզվի, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ձեռքում մի հատ լրացուցիչ մահ կա հայտնվել, որով մեր տնտեսվարողներին պատժում է։ Այս դեպքին դա չի վերաբերվում եւ ինչ վերաբերվում է մահակին կամ գործիքին, հենց իմ կարծիքով Եվրոպական միության օրենսդրությունը նրանով է լավ, որ բավականին կոնկրետացված է դեպքերը եւ բավականին եւ այդպիսի հնարավորությունները մեր կարծիքով էականորեն սահմանափակված են, բայց իհարկե ձեր առաջարկը շատ լավն է ու շատ տեղին է։ Առաջարկը տնտեսվարողների գնահատականները լսելուն եւ դրանց արդյունքների հիման վրա մինչեւ երկրորդ ընթերցում բարելավումներ անելու վերաբերյալ էր։ Նախորդի որոշակի կարգավորումներ տվել ենք ձեզ հետ միասին ազգային ժողովում, երբ որ ձեռքով գրում են, այսինքն մարդը ասում է, ես գիտակցում եմ, որ վերցնում եմ օրինակ 19%-ով, չնայած այնտեղ գրած է 13 ու քանի տոկոս, բայց փաստացի տոկոսադրույքը 19 է։ Այդպիսի կարգավորումներ մինչ այդ տվել էինք, որովհետև ֆինանսական հատվածը ինքը կենտրոնական բանկի մասին օրենքով են կարգավորում եւ այստեղից դուրս ենք դրել, բայց դա չի նշանակում, որ այնտեղ օրինակ բոլոր հարցերը կարողացել ենք լուծել։ Գազի սպասարկման այդ որակի ես ուտես ծառայություն կա, որի համար վճարում են քաղաքացիները։ Եվ ասենք բերելած ստորագրի դե ես գնացի, բայց ասենք տան անդամներից մեկն ստորագրում է, ոչ տայմը ինչա գրած, ոչ ինչ գրած չի։ Այսինքն գոնե սա ապահովենք, որ մեզ բան գրած չլեն, որ հետո այդ գազը ինչ ուզենան անեն, էլի։ Իսկ ծառայությունը այդ ձևով մատուցելը պետք է արգելվի։ Այս պահին ունենք 150-ից ավելի սպառողի օգնականով ստացված անհատական բողոքներ, որոնցից կեսից ավելին իմ ունեցած տվյալներով արդեն իսկ լուծում են ստացել։ Ինչ վերաբերում է կանխարգելիչ գործառույթներին, մրցակցության սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ունի զգուշացում տալու լիազորություն, որը վերջերս էլ ավելի լայն են կիրառում հենց սպառողների շահերի պաշտպանության ոլորտում։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։